Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսուհետ ստիպված եմ լինելու ասելու Հայաստանաբնակ հայություն եւ աշխարհով տարածված աշխարհասփյուր հայություն, որովհետեւ հանգամանքների բերումով վերջին շրջանում քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության կենտրոնական գրասենյակ են այցելել եւ այցելում են մեզ համար շատ հաճելի պարագայ է եւ ուրախ ենք այցելության համար, ուրեմն մեր հայրենակիցներ Ավստրալիայից, ուրեմն Իրանից, Իրանը շատ մոտիկ է, բայց կարևոր չի գնալ գալ է պետք, հեռավոր Արգենտինայի պրերիաներից, Սիրիայից եւ այլն, ինչ եմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ այն նախատեսումը, որ ժամանակին քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության հիմնադրման վերաբերյալ մտմտում էինք, հետո ինչպես ասում են Երևանում գործի կպանք, մենք մտածում ենք, որ մեր ժողովրդի քրիստոնեական արժեքներ պահող իրենց հիշողության մեջ մշտապես եւ կայուն Հայաստանի հետ եղող եւ փոխադարձորեն Հայաստանի հայության հայացքը դեպի սփյուռքես զանգվածների համար քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը կարող է դառնալ մի փունջ, որը հերարցակի կամ կճառակի ինչպես հայրենիքից դեպի սփյուռք, այնպես եւ սփյուռքից դեպի հայրենիք։ Եվ իմացեք, որ մենք սիրով ենք մեր կուսակցություն ցանկացած հայրենակցի այց, հատկապես Ռուսաստանից եկածներ, Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, որոնք գալիս են, կարծիք են ասում, դիտողություններ են անում, ցանկություններ են հայտնում, նաև ասեմ չնեղանակ, հայոց լեզու են մեզ մոտ սովորում, ովքեր մոռացել են, քրիստոնեության դավանանքի վերաբերյալ ենք մենք մեր եկեղեցու մասին է խոսքը, խոսակցություններ վարում եւ անշուշտ մեր երկրի անվտանգության եւ ժողովրդի բարեկեցության այն նախատեսումների մասին ենք խոսում, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը գործնականում անում է այս կամ այն կերպ եւ նախատեսում է անել ազգային ժողովի ընտրություններից հետո, եթե մեր ժողովուրդը մեզ օժտի պատգամավորական տեղերով, հույս ունենք, որ կօժտի։ Հարցը էսպես, օգես գողավազակներին չեք ընտրելու, այդպես էլ չի, որ քամի անեն, լցվեն, փչացնեն ամեն ինչ։ Հիմա իրենց պետք է հանգիստ տալ մի 10 տարի ուղեղները լվանան ժավելով գողականությունից, ռսականությունից, քծելուց, խապելուց, գանձագողության հուշից եւ այլնից մի տեսակ մաքրված լինեն վերջանա։ Հիմա որտեղ ենք մենք գտնվում եւ ինչու։ Ուրեմն մենք տվյալ բարակայում գտնվում ենք քաչ հայտնի աշխարհում հայտնի Մուսա Լեր գյուղում, Մուսա Լերան հուշահամալիրի մոտ եւ տարօրինակն այն է կմտածեք թե այսօր ինչ է, ուրեմն ոչ տոնական է, ոչ ինչ որ նշանավոր բան կա եւ նման բաներ, ինչու ուրեմն Մուսա Լերան հուշահամալիրի մոտ։ Ասեմ հարցը հետեւյալ, նախ ասեմ, որ քանի որ Մուսա Լերան ուրեմն հուշահամալիրում ենք, ես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության անունից ողջունում եմ բոլոր մուսալերցիներ, անկախ այն բանից հիմա Սիրիայում են ապրում, Լիբանանում են, Ուրուգվայում եւ այլն, եւ Հայաստանում բնական է նաեւ Մուսալեր գյուղում։ Կապ չունի, բոլորին ողջունում ենք, ցանկանում ենք քաջառողջություն եւ այն հուշը, որ դրվել է հերոսամարտով մեր ժողովրդի հիշողության մեջ, որ դա հավերժ մնա, որովհետեւ ես հեչ կասկած չունեմ, որ Հայաստանը մի օր ընդարձակվելու է, մենք մեր հիմնական զանգվածով հավաքվելու ենք մեր հայրենիքում եւ ունենալու ենք այնպիսի մի պետականություն, ինչպիսին ժամանակին Արտաշեսները ստեղծեցին, ինչպիսին կոնկրետ իմաստով Տրտադմեծ եւ Գրիգոր Լուսավորիչ այդ պետականություններն ստեղծեցին։ Ուրեմն շարունակեմ ասելիքս, այսօր մենք հուշահամալիր բարձրացանք հատուկ հաղորդումը տալու համար հիշեցնելու մի բան, որ ժողովուրդ ջան, հայություն, մենք այս գիտեք պառակտման մի ահավոր ժամանակաշրջան ենք ապրում, բայց դա տեղաշարժի մի ժամանակաշրջան է։ Մեր ժողովրդի պատմական հուշի վերականգնման ժամանակաշրջան է, նաև Հայաստանի պատմության իրական որոնումների ժամանակաշրջան է։ Դուք պետք է իմանաք, որ մեզ ներարկել են պատմություն, հոգեբանություն, փրկություն, որոնցից ոչ մեկը իրական չի մեր բարակայում, եւ այս առումով հենց մենք մտածեցինք, որ Մուսա Լերան հուշահամալիրը լավագույն առիթ է մեր ուրեմն ոգեղենը բարձրացնելու, հիշելու մեր ժողովրդի ճիշտ է Մուսա Լերը ցեղասպանության տարիների հետ է կապված կոնկրետ, բայց հերոսական խոյանքները, որ նա կարողացել է անել եւ անելու է անշուշտ։ Ուրեմն այս է պատճառը, զուգահեռաբար ասեմ, որ աշխարհասփյուր հայությունն իմանա, որ
Հայաստանում ոչ իշխանությունը, ոչ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն եւ առհասարակ նորմալ մարդկային հարաբերությունների եւ երկրի նվիրված մարդկանց խմբեր ոչ մեկը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ չի գործում, դա անհետեթություն է, դա գողապետության ռսաստրուկների ուրեմն այդ բամբասանքն է, որոնց նպատակը հայաստանյաց առաքելական եկեղեցին ռսահպատակության եւ գողապետության դիրայթում պահելու համար կռիվ է։ Բայց դուք այսօր գիտեք, որ եղել է շատ լավ մի պատարակ, բազմահազար հոծ զանգվածներ վարչապետի հետ լսել են պատարակը եւ սա կարող եմ ասել, որ մի առիթ է եւ ըստ էության մեր եկեղեցու վերածննդի եւ Քրիստոսին ծառայելու հետ միասին եւ այդ ճանապարհով մեր եկեղեցու իր ուրեմն պատմական եւ իրական արդիական խնդիրներին վերադառնալու ժամանակաշրջան է։ Ես ինչքան հասկանում եմ, եկեղեցում ուրեմն մեր եկեղեցու մասին է խոսքը մաֆիոզ տարերից, որի բարագլուխներին ինքներդ գիտեք, ազատագրման վերջին փուլն է։ Հուսանք, որ իշխանությունները ավելի վճռական կգործեն, ավելի ուրեմն օրենքի գերագայության սկզբուն կապահովեն, մեր ժողովուրդն էլ վերջապես այս տասնյակ տարիներից հետո կունենա եկեղեցում այնպիսի ուրեմն ղեկավար կազմ, որը բացառապես կծառայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ ոչ ուրեմն մաֆիայի, ոչ գանձագողերի եւ ոչ եւ այլն շահերին։ Հիմա այդ առիթով երկու զուգահեռ կա, ուրեմն միտեղ հոգեվոր ազատագրություն է, իսկ մյուստեղ, որ մենք եկել ենք բարձրորեն նյութական ասեմ, այդպես ասեմ, ոգեղեն ազատագրության մասին է խոսքը։ Ուրեմն այս առիթով ավելի կոնկրետանամ մտածումն ինչն է։ Ես ձեզ ուրեմն ասեմ, որ մենք իզնից շատ լավ գիտեք հավանաբար, որ մենք այն ժողովուրդը չենք այսօր ինչպես ներկայանում ենք եւ ամենևին էլ փախստական չենք, այլ տվել ճակատամարտեր, որոնք համաշխարհային պատմական նշանակություն ունեցել աշխարհի ճակատագրի, այդ թվում նաեւ մեր էդ էլ նկատի ունեցեք, որովհետեւ ինչի որ աշխարհի համար նշանակություն ունեցել, մեր համար նշանակություն չի ունեցել։ Հիմա կոնկրետ, ավելի կոնկրետ, ինչպես ասում են, այսօր կոնկրետանալու ժամանակն է։ Այս ինչ որ ձեզ ներկայացնելու եմ, տարբեր տեղեր, տարբեր առիթներով ես խոսել եմ, հրատարակել եմ աշխատանքներ, գրքեր, նաև ֆրանսերեն թարգմանությամբ, բայց դա եղել է ոչ այսպես հրապարակային ներկայացման ձև, այսօր ասեմ խոսք ինչի մասին է, օգտագործելով առիթը Մուսա Լեռան հերոսամարտի վերաբերյալ, այդ առիթից օգտվելով մեր ոգեղենը բարձրացնելու եւ նոր սերունդներին, հատկապես միջին դպրոցական հասակի, միջին տարիքի, երիտասարդ տարիքի երիտասարդությանը փոխանցելու եւ մեծերին հպարտանալու համար, որպեսզի մենք կարողանանք ապագա շարժվել։ Ուրեմն մենք ոչ միայն ուրեմն Տրթատ Մեծի եւ Գրիգոր Լուսավորիչի 301 թվականին կատարած հանճարեղ քայլի իմաստներ համաշխարհային պատմական, այլ նաև ասեմ, որ համաշխարհային պատմական նշանակության գործեր են արել մենք անցած տարի 18 թվականին, կոնկրետ եմ ասում։ 1918 թվականի ընթացքում, երբ Հայաստանը ցեղասպանությունից հայությունը մազապուրց դիմադրում էր, փախչում էր, կռվում էր, բայց բոլոր դեպքերում գոյամարտ էր մղում ապրելու, արարելու, իր իրավունքը պահելու համար եւ այդ իր աշխատանքները կատարելու ընթացքում այդ ուրեմն կռիվները նաեւ նպաստեցին մեր ժողովրդի ուրեմն համաշխարհային պատմությանը բերած ուրեմն նպաստի առումով։ Հիմա ասեմ հետեւյալը, կոնկրետանամ ավելի 1918 թվականին հայկական զինվորական ուժերը նկատի ունեցեք խոսքը ֆիդայիների մասին չի, խոսքը ինքնապաշտպանական մարտերի մասին չի եւ խոսքը ինչին մենք սովորել ենք հանկարծակի եկած մարտական գործողությունների մասին չի։ Ինչ որ ասելու եմ, սա հայ զինվորականի կատարած գործի մասին է, որը ուրեմն կռվում էր զինվորական կարգու կանոնով, զորամասերով, մի դեպքում գնդերով, դիվիզիաներով, իր հրամանատարներով եւ այլն եւ այլն։ Հիմա կոնկրետ դասագրքերում այս մասը վատ է ներկայացված կամ գրեթե չի ներկայացված, իսկ Կովկասի պարագայով խիստ աղճատած է, այն Բաքվի կոմունա եւ այլն, այս բոլորը հեքիաթներ են։ Իրական պատմությունը Հայաստանի առումով բոլորովին այլ է։ Ուրեմն ասեմ հետեւյալը, ուրեմն 1918 թվականի հունվարից, վերցնենք ժամանակաշրջանը հունվարը, հայ զինվորականությունը
զինվորականությունը ուշադիր եղեք, ոչ թե ֆիդային, այլ իսկական պրոֆեսիոնալ զինվորականությունը, դեռևս երբ մենք պետություն չունեինք, ուրեմն բայց զինվորականություն ունեինք, հայկական զորամասերը կռվում էին աշխարհի տարբեր կետերում եւ դրանք 3-ն էին։ Հիմա ասում եմ հետեւյալը։ Ուրեմն 18 թվականի հունվարից սկսած, ուրեմն հայ զինվորականությունը կռվում էր Անդրկովկասում, Բաքվի ուղղությամբ, որը հայտնի է Սարդարաբադի ճակատամարտով, Հայաստանի Հանրապետության հռչակումով, նաև Բաքվի ինքնապաշտպանական մարտերով, նաև Արցախի ուղղությամբ թուրքական զորքերի արշավանքի եւ լավագույն դիմադրության առումով։ Ուրեմն Անդրկովկասի բարակայով առաջինը հայկական զինվորական ուժերը, բանակային ուժերը, ուրեմն կռվում էին Բաքվի ուղղությամբ, ասեցին նաև Հայաստանի Հանրապետության Սարդարաբադի ճակատամարտ եւ պետականության հռչակում։ Ուրեմն սա մեկ։ Երկրորդը հայկական զինվորական ուժերը ոչ այն իմաստով, որ դրանք մի բանակ էին եւ ամբողջական էին, այլ տարբեր երկրների զինվորական մասերի կառուցվածքում կռվում էին թուրքական հորդաների կամ ավելի շուտ թուրք-գերմանական դաշինքի դեմ։ Ուրեմն երկրորդ տեղը Արարայի ճակատամարտն է, որի մասին կարծում եմ, որ լսած կլինեք, երբ 1918 թվականի սեպտեմբերի 19-ին հայկական ուրեմն լեգիոնը, որը կռվում էր, դուք գիտեք, ֆրանսիական զորամասի կազմում, անգլիացի զորավար Ալենբիի ընդհանուր հրամանատարության տակ եւ Արարայի ուրեմն հայտնի ճակատամարտում ճեղքեց թուրքական պաշտպանության ամենաամրացված պաշտպանական շերտերը եւ ուղիղ այդ զորամասը շարժվեց դեպի Կիլիկյան Հայաստան, դեպի Մուսալեր, այսպես ասենք պայմանական։ Հետո դուք գիտեք, որ այնտեղ մի քանի օրվա ուրեմն հանրապետություն հռչակվեց, որը կյանք չունեցավ, սա այլ բարակայ, բայց այսօր այդ չունենալու մասին չեմ խոսելու։ Ուրեմն կրկնենք, մեկը Բաքվի ուղղությունն էր, 18 թվական Հայաստանի Հանրապետություն գումարած Բաքվի ուղղություն, երկրորդը ուրեմն Արարայի ճակատամարտն էր, իսկ մի հատված, որ հայկական զորամասը, մաքուր իմաստով հայկական զորամասը իր կազմի կռվում էր, դա Բանդարաբեսի նավթաբեր շրջանն էր։ 1916 թվականից, ես ավելի հանգամանորեն հիմա կասեմ, անգլիացիների թույլտվությամբ Իրանում ձևավորվեց գեներալ Սայքսի ղեկավարությամբ, դա Սայքս Պիկոնչի, անգլիացի գեներալը, նրա հրամանատարությամբ ձևավորվեց 16 թվականից հայկական մի դիվիզիա, որի առջև տրվեց Բանդար նավթաբեր շրջանը պաշտպանել եւ թուրք-գերմանական դաշինքին, այսպես ասած, մի գրամ ուրեմն նավթ չտալ։ Այսպես ամփոփիչ ասեմ, ինչու եմ կրկնում, որտեղ այս պատմությունը շատ է աղճատված, շատ է փչացված եւ մեր ժողովուրդը ուրեմն սովետական պատմագիտության չագերտավոր տհաս ծառայության արդյունքով մեր ժողովուրդը տեղյակ չի իր կատարածի մասին, բայց մենք բացահայտում ենք փակագծեր, ինչպես գիտեք, ուրեմն ես նույնիսկ այդպիսի հաղորդաշար եմ վարում, ուրեմն Նոյան-Տապան, ուրեմն այդ հերոստանգերությունում հաղորդաշարը կոչվում է բացում ենք փակագծերը։ Ես դուք եթե հիշեք 8 թվականից աշխատում եմ բացող մեր պատմության, մեր մշակույթի եւ այլնի առումով մեր փիլիսոփայության, ես ինքս կրթությունով փիլիսոփայ եմ, մեր աստվածաբանության եւ այլնի առիթով հազար մի բաներով բացում ենք փակագծեր եւ այն ինչ անում էինք տարիներ առաջ, այսօր դարձել է հանրության սեփականություն եւ դա ինձ ուրախացնում է։ Կարող եմ ասել, դա քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ոսկե ֆոնդ է մտնում որպես պատմական հուշ, որը քաղաքականության է վերածվում մեր կոնկրետ որոշումներով։ Ավելին կլինի, եթե կլինենք խորհրդարանում։ Հիմա շարունակեմ այսպես, կոնկրետացնենք արդեն կոնկրետը։ Դուք ուրեմն գիտեք, որ 17 թվականի վերջերին Երզնգայի մոտ, եթե չգիտեք իմացեք, ուրեմն դա Էրզինջանն է, կարծեմ այսօր այդպես է թուրքերը դարձրել, դա Կարինից կամ Էրզրումից դեպի Պոլիս ընկած ճանապարհի վրա է, 10-20 կիլոմետրի հեռավորությամբ, դժբախտաբար ես տարիներ առաջ, երբ հասա Էրզրում կամ Կարին, դա իմ նախնիների հայրենիքն է, ուրեմն բարձր հայք, ուրեմն չգիտեմ ինչ պատճառներով մենք չկարողացանք ուրեմն Երզնգա նաև գնայինք։ Երզնգայում զինադատար էր 18 թվին կենտրվել ռուս-թուրքական դիրքերի եւ այլնի բարագայով։ Հետո գիտեք, ռուսները հերթական անգամ Արևմտյան Հայաստանից փախան գլխովին ջախջախված, ուղղակի հոտի վերածված, ոչխարի հոտի վերածված փախան դեպի Ռուսաստան եւ հայ ժողովուրդը մնաց ինքնապաշտպանական ուրեմն մարտերի հույսին այն բոլոր միջոցներով, ինչ զինվորականություն որ ուներ։ Դուք պիտի հիշեք, որ ինչքան ես եմ հիշում, 600 կիլոմետրի վրա հայկական զինվորական
միավորը, առաջին բանակային կորպուսը, որ համ ձևավորվում էր, համ էլ պետք է պաշտպաներ, եւ այսինքն մի խոսքով 100,000-անոց թուրքական զորամասերի դիմաց մնացին հայկական ուրեմն նոսր զորամասեր, բայց տվյալ բարակայում խնդիրը դա չի։ Հետո թուրքերը ուրեմն ուխտադրուժ ձևով ուրեմն հարցակվեցին, ինչպես որ լինում է երբեմն, եւ շարժվեցին դեպի Երզնգայից Էրզրում, Էրզրումից դեպի ուրեմն Կարսով Սարիղամիշով, այսպես ասեմ, ամբողջին ամբողջ Հայաստանը ոտի տակ էին տալիս դեպի Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլից թուրքական զորքերը ճյուղավորվեցին երկու թևի։ Մի զորամասը շարժվեց դեպի Էջմիածին Երևան, մյուս զորամասը շարժվեց դեպի Դիլիջան եւ Ղազախ ուղղությամբ։ Հիմա, բայց ինչն է հետաքրքիրը, երբ որ այդ նկարագրությունը տրվում է, թուրքական բանակները հենց այնպես չեն առաջ շարժվել։ Այդ ճանապարհի վրա 18 թվականի հունվարի, կարծեմ 23-ն էր, 23-ից սկսած հայկական ձևավորվող զինվորական միավորումները, նկատի ունեցեք, մենք դեռևս պետություն չունենք, բայց մենք արդեն ուրեմն զորքեր ենք ձևավորում, այսինքն ընդհանրական մի բան ասեմ, հատկապես պատմաբանների համար եւ բոլորի համար, նկատի ունեցեք, մենք բանակ ավելի շուտ ենք ստեղծել, քան առաջին հանրապետության պետականություն են կրճակել։ Սա պատմության մեջ եզակի դեպք է։ Բանակ պետություն չունեցող ժողովուրդը կռվում է բանակային ուժերով։ Եվ այսպես ուրեմն զորքի շարժը սկսվեց, ուրեմն այդ ամբողջը եւ ինքնապաշտպանական հզոր մարդ էր։ Այստեղ երկու փուլի ենք բաժանում կամ աշխարհագրորեն երկու մասին, որովհետեւ չերկարացնեմ, ժամանակն էլ մեծ բան չանի։ Ուրեմն գեներալ Հինդենբուրգը, որը գերմանական բանակի գլխավոր հրամանատարն էր, որը ժամանակին նաև Հիտլերին իշխանության բերեց, ունի հուշագրություն եւ նա ասում է, որ 18 թվականին, երբ գերմանական ճակատում մեր վիճակը, իրենց վիճակը շատ վատ էր եւ մեզ պետք էր Բաքվի նավթը, այդ Բաքվի նավթը տանելու համար բարձրացեց ինքը անվանում է հերոսակախմբեր։ Հայկական հերոսակախմբերը, ասում է, լեռներում այնպիսի քաջությամբ էին կռվում թուրքական արշավով բանակների դիմաց, որ թուրքերը չկարողացան ժամանակին Բաքուն գրավել եւ գերմանական բանակին մատակարարել։ Այն վառելանյութը, որով պետք է պատերազմում մենք հաղթեինք։ Մենք ասում ենք պատերազմի վերջին շրջանի համար չունեցանք վառելանյութ նավթի տեսքով, որը կար բացառապես Բաքվում, եւ մենք ֆրանսիական ճակատում Փարիզի պատերի տակ ջախջախվեցինք։ Եվ ասում այստեղ վատթարագույն դեր խաղացին հայկական հերոսակախմբերը, կրկնենք, դա բան չի, հերոսակախմբեր ինքը սրտի մեծ ցավով է ասում, որովհետև իրենք ջախջախվել են։ Մի խոսքով, երկրորդին ասեմ, շատ կան վկայություններ, Հինդենբուրգի տեղակալ ուրեմն գեներալ Լյուդենդորֆը, որը կարծում եմ պատմաբաններ, ռազմագետներին շատ հայտնի է, դա գերմանական ամենահայտնի կայզերի գեներալներից, տաղանդավոր գեներալներից մեկն էր, իր մնացած էլի հուշագրություններ ունի երկու հատորանոց, ես ռուսերենը նկատի ունեմ, այնտեղ գրում է, որ հայկական զինվորական ուժերը, որոնք միակն էին, որ թուրքական հերոսակների դեմ կռվում էին հայկական լեռնաշխարհում, տեսեք, հայկական լեռնաշխարհում, ասում է թուրքերի դեմ իրենք իրենց հայրենիքում կռվում էին, եւ թուրքական բանակները չկարողացան ժամանակին գրավել Բաքուն, չկարողացան գրավել Բաքուն, եւ մենք Բաքվից նավթը չունեցանք։ Ուրեմն սա մի փուլես շրջանում առաջին հանրապետությունը ծնվեց, Արամ Մանուկյան եւ այլն, ես բոլորը հայտնի է ձեզ, մինչեւ դա Բաթումի Հաշտյան դաշնագիր եւ Հայաստանը հայտնի դարձավ համաշխարհային հանրությանը որպես ճանաչված պետականություն, իսկ ուրեմն հունիսի 7-ից ճակատամարտը շարունակվեց եւ թուրքերը շտաբում էին, որտեղ հանրապետության հետ ինչ որ թե խաղաղ մի վիճակ էր առաջացել, հայությունը զբաղված էր այդ իր փոքրիկ մնացած հանրապետությունում ձևավորվող պետականաշինությամբ, իսկ թուրքական բանակներն արշավում էին դեպի Բաքու եւ Բաքու, նպատակը մեկն էր՝ շուտ հասնել Բաքու, գրավել ուրեմն Բաքվի նավթահորերը եւ այդ նավթը ուղարկել գերմանական բանակին, որովհետեւ գերմանական բանակը հարձակվեր դեպի Փարիզի ուղղությամբ եւ պարտությամբ մատներ ֆրանսիական, անգլիական զորքերին, ամերիկյան, այդ երեքի զորքերը միասին էին։ Բայց հայկական զորամասերը կռվեցին մինչև արյան վերջին կաթիլ, կռվելով նահանջեցին ուրեմն այդ Ղազախից, մոտապես Գանձակից, ես ձեզ առաջարկում եմ, այս վերջին շրջանում շատ է թրքական տերմինաբանությունը լցրել մեր ուղեղները, առաջարկում եմ ասել Արցախ, Ղարաբաղի փոխարեն, Գանջայի փոխարեն Գանձակ, այդ բոլորը պատմական Հայաստանն է։ Մի խոսքով երկար, ուրեմն չերկարացնեմ, հունիսի 7-ից մինչև սեպտեմբերի 26-ը հայկական ուրեմն ազգային զորամասերը Բաքվի
ազգային խորհրդի ղեկավարությամբ, իհարկե այդ շրջանում նաև դիվանագիտական խաղ եղավ, երբ հայերը համաձայնվեցին, որ քաղաքական ղեկավարության կա Շահումյանը ռուսների հետ քիչ շատ բարվոք հարաբերություն ունենալու համար, բայց ուժը եւ կռիվը անողը հայկական զորամասերն էին, որոնց ղեկավարում է ազգային ուրեմն ազգային խորհուրդը Բաքվի։ Մի խոսքով անընդմեջ գիշեր-ցերեկ կռիվներով հայկական զորքը գերակշիռ թուրքական զորքերի, որոնց օժանդակում են նաև գերմանական ուրեմն սպաներ, զորամիավորումներ եւ այլն, կռվով մինչեւ Բաքու նահանջեց եւ գերմանացիներին չթողեցին նավթը տանել։ Հիմա այսպես ասեմ, եւ ճիշտ է որ սա մի սովետական գրականության մեջ հայտնի է որպես Բաքվի կոմունա, որը կեղծ է հիմնական իմաստով, որովհետև ազգային խորհուրդն էր, որ Շահումյանին բերել էր իշխանության, եւ ուրեմն իսկ իրական կռվող կազմակերպիչը հայկական ազգային մի խոսքով զինվորականությունն էր։ Ես մի անուն ազգանուն ասեմ, որը մեկ եթե կարող եք գտնի, ուրեմն Բաքվի կոմունա կոչվածի կամ երկրորդը Բաքվի էպոպեայի արդեն իրական իմաստով զինվորական ղեկավարը ուրեմն գնդապետ Ավետիսյանն էր, Ավետիսով ցարական Ռուսաստանի գլխավոր շտաբի նոմենկլատուրայում, Ավետիսով կարող եք գտեք, տեսեք, եւ այդ ամբողջ ռազմական գործողությունները նա էր ղեկավարում, եւ այսպես մի խոսքով մինչեւ սեպտեմբերի 23 հիշում եք, որից հետո Բաքուն ընկավ, հայկական ուժերը բավարար չէին, բոլշևիկները դավում էին, Շահումյանը դավաճանում էր, ինչպես միշտ հայ բոլշևիկը միշտ դավաճանել հայ ժողովրդին։ Այսօր ռևանշիստներն են դավաճանում, նկատ ունեցեք։ Ձեր աչքի առաջ հատուկ սպյուրքի համար եմ ասում, այնտեղից էլ սրանք օժանդակողներ ունեն։ Մի խոսքով ուրեմն այս խնդրի մեջ չեր կարացնեմ Ավետիսյան, Ավետիսով, մի խոսքով Ալեքսանդր էր անունը, այս գնդապետի վերաբերյալ պետք է գտնել մենագրություններ գրել, տաղանդավոր շարժով հայկական զորամասերի ղեկավարում էր։ Հիմա մի փակագից վահեմ, ինչն էր խնդիրը, ինչու գերմանացիները թուրքերին շտաբեցնում էին, որ գրավեն Բաքվի նավթաբեր շրջանը, ինչն է հարցը։ 1918 թվականին 17-18-ից գերմանացիների գիտեք եռանդը, այդ բոլորը հայտնի է, ուրեմն բանակը իրենց տեղափոխել էին ուրեմն տեխնիկայի տանկեր, զրահապատներ եւ այլն նավատորմը եւ բարձեւոր եթե արդեն տեխնիկա կար, մազութ, բենզին, սալյարկա եւ այլն։ Եվ այսպես հայտնի էր այն ժամանակ Բաքուն, գերմանական բանակին խիստ անհրաժեշտ էր Բաքվի նավթը, դա նկատի ունեցեք, որպեսզի վերջին գրոհը կազմակերպեին Փարիզի ուղղությամբ։ Հիշեցնեմ, այստեղ խնդիրը Փարիզն էր։ Հիշեցնեմ հետևյալը, ուրեմն այդ շրջանում իմ ասածը 18 թվականի ամռանը գերմանական բանակները Փարիզից գտնվում են ընդամենը 60 կիլոմետրի վրա, ովքեր գիտեն առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը, նրանք պիտի իմանան, որ գերմանական հեռահար թնդանոթները կրակում էին ուղիղ Փարիզի կենտրոն եւ օրհասական պատերազմ էր Ֆրանսիայի համար։ Եվ այսպես ուրեմն մնում էր մի բան, գերմանացիները թուրքերին շտապեցնում էին, որպեսզի ուրեմն նավթը, այդ բանը, նավթը, բենզինը, սալյարկա եւ այլն, քսուկը այդ շատ շուտ տեղ հասնի, իրենք հետում կճունեին, ռումինական հանքերը բավարար չէին տալու համար, որպեսզի բանակը նետեին վերջի գրոհի եւ գերմանացիները շտաբում էին։ Ինչու էին շտաբում, որովհետեւ արդեն հայտնի էր, որ 17 թվականին պատերազմի մեջ էր մտել Անտանտի կողմից, որի կրտսեր դաշնակիցներ հաշվում նաեւ Հայաստանի Հանրապետությունը, ուրեմն կարողանան, ուրեմն մինչեւ ամերիկյան թարմ դիվիզիաները կժամանային ֆրանսիական ճակատ, անգլիացիների, ֆրանսիացիների հետ գերմանացիների դեմ կռվելու համար, ուրեմն մինչեւ կհասնեին գերմանացիները փորձում էին մինչեւ այդ փաստի առաջ կանգնեցնել ֆրանսիական բանակին։ Եվ պակասում էր նավթը, հիշեք, այսօր էլ նավթի պրոբլեմ է, տեսնում եք, Պուտլերը ոնց է վարի տալիս ուրեմն Ռուսաստանը նավթի պատճառով, մի դեպքում դրական, մի դեպքում բացասական, բայց նավթի խնդիրն է։ Եվ այսպես, եւ գերմանացիները թուրքերին շտապեցնում էին, բայց նրանք Բաքվի դիմաց հայկական զորամասերը, ճիշտ է նահանջող այնպիսի ահավոր բանով էին կռվում, որ ժամանակին նավթ չկարողացան ունենալ եւ ուրեմն ձեզ հիշատակեցի, դե մանրուքներ ես չեմ կարող ես եթերով ասեմ ամեն ինչ, ուրեմն գեներալ Լյուտենտորֆը գրում է, որ օգոստոսի 8-ին մենք մեր բանակը հանեցինք վերջնական գրոհի Փարիզը գրավելու համար, բայց մեզ գրոհի գնացինք, պարզվեց մեր տեխնիկան բավարար քանակով չի մասնակցում
պատերազմին, որտեղ նավթ չկար եւ հայերը նավթը Բաքվից չտվեցին։ Եվ այսպես ուրեմն ասում է մենք գրոհի գնացինք եւ ջախջախվեցինք։ Հայտնի է օգոստոսի 8-ը գերմանական բանակի սև օրը։ Ուրեմն այստեղ ասեմ հետեւյալը։ Իհարկե գերմանացիները ցեղասպանության տարիներին սև օր դրեցին մեր գլխին եւ մեր ժողովրդի օգնելով թուրքերին ոչնչացնել Արևմտյան Հայաստանը, բայց հայկական զինվորական ուժը Բաքվում ուրեմն ունեցավ սև այդ օրի սև բերեց այսպես ասած նավթ չտալով գերմանացիների գլխին եւ Փարիզը փրկվեց, այսպես ասեմ, որովհետեւ նավթը չբավարարեց։ Ուրեմն սա մեկ խնդիր, ուրեմն Փարիզն էր խնդիրը եւ հայկական զորքերը կռվեցին։ Ես ցես միտի մեկ զինվորականի մասին ասեմ, հիմա գիտեք, այս Արցախյան վերջին պատերազմում ենք այնպեսի խայտարակ ճակատագիր ունեցանք եւ որ միլիարդավոր դոլարի զենքը հանձնվեց ադրբեջանցի թուրքին եւ երկիրը ուրեմն գիտեք ինչի ենթարկվեց այդ մենակ են չի որ էթնիկական զտում դա մեր խայտարակությունն է հասկանում եք ոնց է բայց այն ժամանակ դա առաջացավ պատկեր թե հայը կռվող չի բայց ուրիշ բան եմ ասելու 23-26 օրերին Բաքվում տեղի են ունենում ամենադաժան կռիվներ ազգային խորհուրդը ռազմաճակատ է բոլորը փախել էին ռուսներ եւ այլն ուրեմն թուրքերի կանոնավոր բանակի դեմ եւ խվաժամուժի դեմ կռվում էր միայն ազգային խորհրդի զորքերը եւ այս շրջանում է որ Շաթիրյան անունով մի կուրսանտ հիշեցեք ռազմական ուսումնարանի կուրսանտ առավոտից իրիկուն ինչքան հիշում եմ մարմենի վրա 40 քանի վիրավոր ուրեմն այս տղան կուրսանտը կռվում է առավոտից մինչև իրիկուն եւ շրապները տալիս է այսպես դանում է ձախ թե աջ ոտը ձերքի հետ աչքը վնասում բայց նա իր տնտանոցը չի թողում հետո ոչ մեկը չգիտի թե ինչպես այդ Շաթիրյան ուրեմն կարողացավ առաջին հանրապետություն գալ եւ ծառայում էր առաջին հանրապետության ուրեմն բանով դրանով սա մեկ ուրեմն այսպես վերջացնենք մենք ունեցանք ծառայություն Ֆրանսիայի պաշտպանության եւ փրկության գործում եւ ահա մեր շնորհակալությունը նախագահ Մակրոնի ուրեմն աշխատանքի դիմաց կամ իրենց շնորհակալությունը հայ ժողովրդին 18 տվի ծառայության համար այսինքն հայ ֆրանսիական մուսալեր այդ նավ եւ այլն այս համագործակցության պատմության շրջագծի մեջ երկրորդ տարարայի ճակատամարտն է ասեմ որ այդ օրը հայկական լեգիոնը ուրեմն գերմանացիների ինքնապաշտպանական շրջանում այնպիսի գրոհ ունեցավ ասեմ հետեւյալ անգլիացիները 2-3 զորամաս էին նետել մի քանի օր առաջ ուրեմն որպեսզի Արարայի այդ լեռներ են դրանք Սիրիայի Լիբանանի եւ Իսրայելի արանքով լեռներն այդ լեռներում որպեսզի թուրքական ճակատը չեղքեն չէին կարողացել հայկական լեգիոնը կարող եմ հպարտանակ ասեմ ժամը 7-ին նետվում է գրոհի ժամը ուրեմն 11-ին ճեղքում է թուրքական ճակատը եւ գիտեք ինչպես էին գնում գրոհի հայ զինվորները, որոնք դեռևս տեղյակ չէին, որ Հայաստանի արդեն հանրապետությունը կա։ Երգում էին մայր հայրենիք եւ եռագույնին ծածանելով ֆրանսիական զորքերի կազմում։ Ուրեմն դա իմացեք, ուրեմն սիմվոլները ծնվում են կռվի մեջ։ Սիմվոլները ակադեմիական որոշումներով չեն կայացվում։ Կրկնեմ, հա, զորքը գրոհի էր գնում հայկական լեգիոնը, մեր հայրենիք երկելով եւ ուրեմն եռագույնին դրանից առաջ ես ուրիշ անգամ շատ հանգամանորեն կասեմ ես էլ ասեմ Բանդարաբասի զորամասն էլ ասեմ ձեզ հայրենագիցներ դա այն շրջանն է որտեղից գերմանացիներն ու թուրքերը հույս ունեին այսօր այդ նավթաբեր շրջանն է իրանական այդ նավթը տանեն բայց հայկական զորամասը որ կրվում էր գեներալ ուրեմն Սայքսի ղեկավարությամբ շահի թույլտվությամբ չթողեց որ գերմանացիները ուրեմն մի կաթիլ նավթ տանեն բանը գերմանական բանակի համար եւ այսպես երբ չկարացնեմ ուրեմն այս ինքնապաշտպանական մարտերը որը բացառապես զինվորական պատերազմ էր զինվորական կռիվ էր բացառապես հայկական զինվորականության արածներ անտանտի դաշնակիցների համար եւ այսպես հիմա կարող էինք մենք կռվեինք թե չէինք կարող կռվել չկռվել որովհետեւ մեր հայրենիքի ճակատագիրը շահկապված էր այդ օրերին անտանտի զորքերի հաղթանակի հետ եւ մնացային ինչ որ մնաց եւ այլն հիմա մի բան եմ ուզում ասել վերադառնամ Մուսա Լեռան բանին էս բարակային ես Yad Vashem-ում Երուսաղեմում դուք գիտեք դա հոլոկոստի թանգարանը կա տեսել եմ ուրեմն Ֆրանց Վերֆելի ուրեմն Մուսա Դաղի 40 օրը գերմաներենով գիրքը բնագիրը որը վաճառվել է ժամանակին Հիտլերից առաջ այդ պատմությունը գիտեք ես ուզում եմ ասել որ իմացեք մարդիկ տեղյակ չեն Ֆրանց Վերֆելը զտարյուն հրյա է ավստրիացի հրյա
Եվ ուզում եմ, որ ռուսական դրդումով հрьяաների դեմ շատ բաներ չխոսեք, տեսնեք ինչ է։ Ուրեմն այդ գիրքը ես ինչքան գիտեմ, ոչ մեկը չեք կարող առարկել, որ գեղարվեստական ստեղծագործության առումով, գեղարվեստական չի գերազանցվել ոչ մի պարագայով։ Մուսա Լեռան կամ Դաղի 40 օրը գերմաներենով այդ գիրքը կա Yad Vashem-ում դրված եւ այլն, եւ հեղինակը Զտարյուն հрья է։ Սա պիտի նկատի ունենաք։ Երկրորդ բանն էլ եմ ասելու, որտեղ այս հարցը ցեղասպանության տարիներին դուք գիտեք, որ մեր ժողովրդին օգնողներ շատ են եղել, ճիշտ է, հումանիտար է եղել, բայց օգնել են, որոնց առաջավորների թվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն։ Հենրի դեսպան, ամերիկյան դեսպանը Պոլսում։ Ուրեմն ասեմ հետեւյալը, որ ուրեմն Հենրի Մորգենթաուն Զտարյուն հрья է։ Երբ որ ուրեմն կկարդակ Ջոն Կիրակոսյանի գրքերը, որոնք հրաշալի են ձևի մեջ, եւ անընդհատ հրեականության մասին խոսք կլինի, մի քիչ կասկածով նայեք եւ մտածելով կարդացեք։ Երկու հрьяաներ, որոնք բացառիկ դեր են խաղացել ցեղասպանության ճանաչման ուղղությամբ եւ նաեւ մեր ժողովրդի փրկության գործի առումով եւ այլ։ Հիմա այսքանն ասեմ ու ավարտեմ հետեւյալը։ Բարեկամներ, դες ձևաչափը դու չի տալիս շատ ավելին ասեմ, սրանց մասին ես գրել եմ 1918 այդպիսի մի աշխատանք ոսկլդացող ուրեմն 18 թիվը եւ այլն այդ աշխատանքը կա։ Ես ասեմ հետեւյալը, որ անկախ պետականությունը մեր արժեվ հատկապես կուսակցությունների, նաեւ մտավորական մասի արժեվ խնդիր է դնում վերանայել, վերաշարադրել մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր բարեկամներին, մեր թշնամիներին եւ այլն ինչ որ կա, բացառապես Հայաստանի Հանրապետության ազգային շահի տեսակետից։ Պարզ է, եւ շատ հաճախ չէ, որ մենք մեր պատմությունն ու մշակույթը գիտենք մեր ազգային շահի տեսակետից։ Անկախ պետականությունը մեզ պարտավորեցնում է հայացքը դնել այն աշխարհագրության, որտեղ այսօր պետականությունն է, եւ արժևորել այն ամենը հազարավոր տարիների, որոնք կարող են եւ պետք է ծառայեն մեր պետականության վերականգմանը եւ արժանապատիվ հզոր ուժեղ երկրով համաշխարհային քաղաքակրթություն վերադառնալու գործընթացը սկսված է լավագույնս ավարտել, ինչի ականատեսը մենք ենք եւ այսպես։ Մի խոսքով ստեսություն ձեզ, հաջողություն, առիթ կլինի շատ ավելի հանգամանորեն ասեմ, բայց իմացեք, 3 կետում մենք ջախջախել ենք թուրքական ցանկացած առաջխաղացում 1918 թվականին ցեղասպանության արհավիրքը նույնիսկ տարած լինելու բարագայով։ Ստեսություն ձեզ հաջողություններ։